Չի վերցնում շեֆ ջան։ Հույս հիմա դժվար է վերցնի այսօր։ Գոնե պատասխանիր, գոնե ձենը լսեի, հասկանայի ոնց է։ Դե ոնց պետք է լինի շեֆ ջան։ Հաստատ անտրամադիր է, ընկճված, կյանքից հիասթափված։ Դե բայց վստահ եմ ես, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը։ Ամեն ասում կարող է պետք է չասեի, հա։ Պետք է մի քիչ համբերեի։ Դեռ շուտ էր։ Շեֆ ջան, ոնց չեմ սիրում ես այդ կարողա բառը։ Դե հա, ամեն ինչ կարող է։ Բայց ու հիմա պետք է սպասես, զինվես համբերությամբ ու սպասես, մինչև Մարին կհանդարտվի, խոսեք, կզրուցեք ու ամեն ինչ կընկնի իր տեղը։ Չգիտեմ, մտքերից քիչ ամեն գլուխս տեղանքի։ Հատիլացու։ Չէ, չեմ լսնելու։ Կներես, շեֆ ջան, չեմ լսնելու։ Արմեն ասում է մի հատ լցրու։ Բայց վերջինն է, շեֆ։ Լցրու։ Էլեսով չեմ զանգի, մեկա չի վերցնելու։ Վաղը կփորձեմ զանգեմ կապի դուրս գամ։ Դե բան չեմ ասելու։ Ցույց չեմ տա, որ գիտեմ թեմայից, բայց եթե մարդ ես ինքը խոսած ես թեմայով, կներես, բայց ինչ մտածում եմ, դա էլ ասելու եմ։ Ինչ ես ասել։ Կասեմ, որ դու ոչ առաջինն ես ու ոչ էլ վերջինը։ Ու պետք չի դրամա սարքել։ Պետք է այս ամեն ինչը ուրիշ տեսանկյունից նայել։ Պետք է հասկանալ։ Պետք է վերջապես գիտակցել, որ դու գտել ես քո օրը։ Ինձ այդքան բան ասացիր, հետո թարապետ չի շփվել։ Այդ չեմ ասում, որ կդառնաս հաշկի գրողը։ Դե շեֆ ջան, մի անգամից չեմ ասելու։ Ուրիշների վրա օրինակները բերելով խոսքը սերվից կգամ տեղ կհասնեմ։ Գիտես ինչ, շեֆ ջան։ Ես համ Մարին եմ սիրում, համ էլ քեզ։ Ու հաստատ չեմ թողնի, որ ոչ դու տխրես ու ոչ էլ Մարին։ Ու ինձանից ինչ հասնում է, ես կանեմ ամեն ինչ, որ լավ լինի։ Մինչև Մարին չցանկանա լավ լինի, ոչ մեկ էլ ոչ մի բան չի կարա փոխի Արմեն։ Իսկ երեխես իմ ամեն չի ուզում լսի, դու հասկանում ես։ Հասկանում։ Դե բայց տենց էլ մի մտածի, շեֆ ջան։ Ինձ թվում է, որ ես թեմայի շուրջ Մարի կողքը սկսեմ նուրբ վերաբերվել, նուրբ խոսել, միջի սառույցը կհավի։ Դե հետո, շեֆ ջան, ո Մարին Սարգսյան քեզ չի ատել, օրերից մի օր պետք է սիրի, թե չէ։ Ինչ ես ասում, ինձ սիրել։ Մարին ինչ ուզում էր ասես տեսնի, դու ասում ես սիրել։ Ես մենակ մի բան եմ ասում, երեխես ինձ ների, մենակ ների։ Այդ օրն է կգա, շեֆ ջան, չմտածես։ Լավ հասակ։ Նորմալ չենք դժգոհում։ Մենակ ստեղ հասնելուց ճանապարհի զույգեր էի զբոսնում, ընտանիքներ իրանց երեխեքի հետ։ Ստեղ ենք խոսալու, թե գնանք մի հատ հանգիստ տեղ։ Եթե եկել ես խոսալու, ասա լսում եմ։ Ավելին, ես գիտեի, որ գալու ես։ Դե այդ լավ է, որ գիտեիր։ Նշանակում է նաև գիտես ինչ թեմայով եմ հետդ խոսալու։ Հա, գիտեմ, Գևորգի համար եք ստանում։ Բայց ասեմ իզուր։ Ինչի մենակ Գևորգի։ Դու լը չես պատկերացնում, է շատ ծավալուն խոսակցություն է սպասվում։ Ես շատ լավ գիտեմ։ Ինձ երբ ինչ է սպասվում։ Բայց ձեր թեմաները իմ պլանների մեջ չի մտնում։
Ես որ հանել ես, լավ ես մտածել։ Իսկ դու ոնց ես կարծում։ Ես նման եմ այն մարդուն, ով կարող առանց մտածելու քայլ անի։ Գիտես, այս իրավիճակի մեջ քո շահերից բխում է, որ մենք իրար հետ խոսանք ու իրար հասկանանք։ Լսի ուսուցիչ, ես չգիտեմ, թե դու քեզ ում տեղն ես դրել, բայց եթե Վարդանը բան է ասում, ուրեմն այդ տենց է։ Դու վերջի խոսքդ ասա։ Հաջորդ անգամ քթներդ մի խոտ է կնդեր, որտեղ կարան առանց թթվածնի թողեն։ Իսկ հիմա ազատ եմ։ Կարակ գնաք։ Թեման փակ է։ Պրինցիպի ճիշտ է ասում։ Կարան գնանք։ Գնացի։ Բախի բան չես պատրեր։ Քեզ էի սպասում անգերս։ Առավոտից Մարիա դրսերն էր, չէ՞։ Դե դու պատկերացրու ինչ մեռած եմ։ Մի քիչ բան շուտ եմ աշկերից դեմը կսևանա։ Դե լավ, հեսա հետո բան կպատվիրենք։ Դե հիմա ասա տենամ մետ ինչ էր եղել։ Զանգում եմ քեզ, ասում ես հիմա հարմար չի, զանգում եմ Շուշիին ցրում է։ Ներվերից արդեն չգիտեի ինչ անեի։ Դե դավս Մարի մոտից չէի կարող խոսեի։ Դե հաջողում եմ, բայց ինչ էր եղել։ Մարին էլ Արաքշացյանն էլ շատ վատ վիճակում էին։ Ես մտածեցի, որ վիճել են։ Տենց հա։ Դե համոտավորապես։ Շատ լուրջ բան է։ Բավականին։ Միշտ, եթե մտածում ես սնենց բանը, որ պիտի չիմանամ, մի ասա։ Ավելի լավ է ասես ամեն ինչ նորմալ է, հարթվել է, ես այդքանով կբավարարեմ։ Դավս դնես չի, հիմա չասեմ վաղը կամ մյուս օրը չես իմանալու։ Ուղղակի համ շատ մեռած եմ, համ էլ Մարին մտքիցս դուրս չի գալիս, ուրիշ խոսակցության վրա չեմ կարող կենտրոնանամ։ Դե հաջողում եմ, բայց որ տուն ճանապարհեցիր, գոնե մի քիչ լավ էր, դզվել էր։ Տուն էլ չեմ կարացել համոզեմ գնալ։ Մի ձև Շուշիանց տուն եմ ճանապարհել։ Բարձա։ Ախպեր Մարին իմացել է, որ ձայց կարոն իրա պապանալ։ Դրա համար էր այդ վիճակում։ Ինքեր Սաֆարյանը, մեր ֆիզկուլտի դասատուն։ Արաքշացյանը Սաֆարյանի առաջին կինն է եղել։ Ու ամուսնալուծվելուց հետո է Մարին ծնվել։ Ու տենց փորձել են ամբողջ կյանքում գաղտնի պայնով հայրը էլի։ Փաստորեն Մարին միջև հիմա չի իմացա ով է իր պապան։ Չէ։ Դրա համար էլ տես նեղվել էր։ Լավ միշտ հորս հարավ ես գիտեի մենակ սենց բաներ կինոյում ա լինում։ Ես դու մի ասա ամենա ուժեղ կինոն էս մեր կյանքն է։ Ամենավատն էլ նա, որ Մարին կարոին տանել չի կարում։ Դրա համար էլ չի կարում համակերպվել իրականության հետ։ Բայց ինչի համար միշ։ Այդ արդեն երկար պատմություն է դավս, հետո կխոսանք։ Փաստորեն հենց է ստացվում, որ քո ընկերերն ու Մարին քուրու աղբեր են։ Դե մենակ դրա պատճառով նշում եմ Մարիի տրամադրվածությունը հաստատ կփոխվի։ Դե իմ հույսն էլ է այդ, որ մի բան կարա փոխի այդ փաստը։ Բայց չգիտեմ հələ ժամանակա պետք ինձ թվում է։ Ախր բանն էլ նա, որ ես այս ամեն ինչը վաղուց եմ իմացել ու թաքցրել եմ իրանից։ Մարին որ էդ էլ իմացավ, մի բոմբ էլ այդ ժամանակա տարակելու։ Մենակ գլխիս։ Լավ, չասենք, հաստատ չի իմանալու։ Դա
Խոյի հետ ինչ ենք անելու։ Հիմա ոչ մի բան։ Բա հետո ինչ ենք անելու։ Ոնց որ սովորաբար անում ենք դրա նմանների հետ։ Արտաշեկի հարցն է պետք է լուծվի։ Դրանք երկուսով իրանց լավ չպահեցին։ Էս ի՞նչ մանկապարտեզ են հավկել բերել գլխներիս։ Պրոստը շատ էին իրաց վրա վեկան։ Ոնց շամպես եկան, տենց շամպես է գնացին։ Ասա որ չգիտեք ուր եք գալի, ում հետ գործ ունեք, վաբշե խեք խցկվում։ Պրոստը ուզում էին իրանց հարց լուծող տղա զգային։ Ջոգին չեն ձգի հելան։ Էդ որ հելան, էդ հլը չի նշանակում, որ հետ չեն գալու։ Կամ մեր ճամփին խնդիրներ չեն ստեղծել։ Լսի Արսեն, այդ շաբլոն մտքերը շախ տալու փոխարեն, հենց աշխատեք որ անկոչ հյուրեր չունենանք։ Անուշյան, թե եմ բերել։ Խմի գնա մի քիչ հանգստացի։ Չեմ կարող հանգստանալ, քանի դեռ Մարին տանը չի։ Ոյ, մի անհանգստացի։ Նախշունը Մարիի մասին շատ լավ հոգ կտանի։ Ես դրանում չեմ էլ կասկածում։ Ինձ անհանգստացնում է այն, որ Մարին խնդիրների մասին խոսելու, դրանք լուծելու փոխարեն գերադասում է փախչել խնդիրներից։ Մի մտածի, հա։ Ոչ է փախչում խնդիրներից Մարին, ուղղակի հիմա նրա գլխի մեջ խառնաշփոթ է։ Իսկ ինչի ինձ հետ չի խոսում այդ ամենի մասին։ Կխոսի։ Դու ավելի լավ մտածի, թե դու ինչ ես ասելու, երբ որ Մարին սկսի խոսել։ Մամա։ Մարին քեզ շատ հարցեր ունի տալու։ Արդյոք դու պատրաստ ես անցյալից նրան պատասխաններ տալ, հա։ Պատրաստ եմ։ Ժամանակն է, որ նրա հետ բարձ խոսեմ եւ ողջ ճշմարտությունը պատմեմ։ Բոլոր իրեն հուզող հարցերի պատասխանները կտամ։ Ես հենց հիմա կգնամ Նախշոն Էնստոն եւ կխոսեմ Մարիի հետ։ Այլևս այսպես չի կարող շարունակվել։ Անուր, դու իմ երեխան ես, ու իմ սիրտը ցավում է քեզ համար, ինչպես քո սիրտը Մարիի համար։ Գիտեմ, մամ ջան։ Դու գիտես, որ ես քո Մարիի մասին մտածելով եմ ես ամենը ասում։ Դու միշտ Մարիին պաշտպանել ես։ Ու ամեն ինչ արել ես դրա համար, բայց հիմա Մարիին հանգիստ թողնելու ժամանակն է։ Մամ ջան, ինչ ես առաջարկում։ Հանգիստ նստեմ, ոչ մի բան չանեմ։ Դա լավագույն բանն է, որ կարող ես անել։ Էս դրանք չէ։ Աստորեն ասածներս լավ չեն հասկացել։ Չհասկացա։ Էս եկակ տղեկ ջան, ծխած խմացները տանուշ էլի։ Քեզ ում տեղն ես դրել, արա։ Հաստորեն դու ասածը մի անգամով չես հասկանում, հա։ Էս կարևոր նախապայման է։ Եթե չեն հասկանում, հա։ Քեզ ոնց որ մեր հետ է, հա։ Ոնց է։ Հոպլա։ Այ հիմա հանգիստ կխոսենք։ Ուրեմն թափթփուկներիդ ասում ես, որ մեր դպրոցի երեխեքից, մեր դպրոցի տարածքից ու ընդհանրապես մեր տեսադաշտից հեռու մնան։ Ու այդ ձեր զիբիլը չի մտնելու տարածք, հասկացա՞ր։ Զենքը ձեռիցս վերցրիր, մտածում ես կարաս հրամաններ տաս։
Վարտանին ասող հլը չի ծնվել այդ տղա։ Ծնվել է ու հենց նոր քեզ ասեց։ Մտքովդ չանցնի այդ զիբիլը մեր երեխեքի միջոցով տարածես։ Գլխիցը ձեռս քաշը։ Ինչ ես նոր եմ գլխիցս ձեռ քաշը։ Լսի, իմ դպրոցը, իմ բակը, իմ երկիրը փչացնելու ու պղծելու համար չի։ Այդ երկիրը պաշտպանելու ու սիրելու համար է։ Չնայած դու քո նմանները դժվար է հասկանաք էլի ինչա երկիրը, որովհետև ձեր համար մի սրբություն կա։ Դրա անունը փող է։ Բախկոտը չի իմանում է ինչա հայրենիքը։ Չի իմանում, որ հայրենիքը այն մի մատ երեխեն է, ում դու քո զիբիլով փչացնում ես, ոչնչացնում ես, տրորում ես։ Չես հասկանում, որովհետև անհայրենիք ես, սրբություն չունես։ Ջոգիր։ Դու ով ես որ Միշոն ասեց, որ ոչինչ չես կերել։ Մի բան կեր։ Չեմ ուզում շուշի ուտեմ։ Մաման եթե ներս մտնի տեսնի ոչինչ չես կերել, հաստատ կնեղանա։ Ինձնից չի նեղանա։ Մար չի կարելի այդպես, բոլորիս լարված ես պահում։ Եթե խանգարում եմ, կարամ գնամ։ Հիմար բաներ մի խոսի, ես այդ նկատի չունեմ։ Կներես, ուղղակի ահավոր լարված եմ։ Ախր հասկանում ես ոնց է տենց հնարավոր, այսքան տարի չիմանամ ով է իմ պապան ու հանկարծ իմանամ, որ այդ մոնստրը իմ պապան է։ Չզարմացար, որ ասեցի։ Ահա, չնայած երևի մաման զանգել ասել է նախշուն քուրիկին։ Անգամ բառեր չես գտնում, չէ՞ որ ասես։ Մի կողմից այդ մոնստրը, մյուս կողմից էլ մամայի դավաճանությունը։ Մար ինչեր ես խոսում, ինչ դավաճանություն։ Ես ուրիշ անուն չեմ կարա տամ մամայի արածին։ Ախր մաման ինձ խաբել է։ Լավ էլի Մար, դու ամեն ինչ սխալ կողմից ես նայում։ Ինչն է սխալ իմ ասածների մեջ։ Ասենք ոնց ես մտածում մամա ու քո պապայի հարաբերություն։ Չասես այդ բառը։ Չասես այդ մոնստրի մասին ոչ մի բան։ Ինչքան ուզում ես անդիմանաս, մեկը իրականությունից չես կարա փախչես։ Ինչ եք դու Միշոն նույն բաները կրկնում։ Հա ես չեմ կարա իրականությունը փոխեմ, բայց ես չեմ ընդունելու այդ իրականությունը։ Գիտես ինչքան եմ ուզում, որ պապաս կողքս լինի, գրկեմ, խոսեմ իր հետ։ Շուշի պետք չի, որ այդ մոնստրին համեմատես քո պապայի հետ։ Էրիկի պապան շատ է փոխվել։ Կներես չմտածեցի։ Իզոր մի նեղվի, ճիշտ էլ ասեցիր Էրիկի պապան։ Տվեր ջան, շնորհակալ եմ ապրեք ամեն ինչի համար։ Մենք մի ընտանիք ենք, շնորհակալը ո՞րն է։ Մանավանդ որ սենց թեմա է։ Դե հա, ես այն թեմանա, որ մեր երեխեքի ապագայի հետ է կապված։ Իսկ այդ Վարդանի նման տականքները այդ երեխեքին օգտագործում ու փչացնում են։ Չեմ մտածում, որ ես այսքանով կպրսնի, ես իրա կերած ծեծը չի մարսելում։ Համալ Վարդանը չի կարա լինի այս ամեն ինչի վերևում կանգնած։ Հաստատ հետևը ավելի լուրջ դեմքեր կան։ Հա, բա ես սպասում եմ, որ այդ լուրջ դեմքերը կան մի օր ջամփիս վրա հայտնվեն։ Դրանց հարցերը մեկը պիտի լուծի, թե չէ։ Ինքո հետ ենք ախպերս։ Գիտեմ, դիք ջան։ Միշտ դու ես արել մեր համար, հիմա որ քեզ պետք է, գիտես, կյանքներս չեն խնայի։ Այս մեկը չեղավ։ Ձեր կյանքերը շատ թանկ են։ Այս երկրի համար մենք ավելի կարևոր բաներ ունենք անելու։ Ես էլ շատ կարևոր ախպերս։ Հա, համաձայն եմ դիք։ Ուտես ինչ եմ ասում, մինչև վերջ գնալու եմ։ Կապ չունի է ում փոչն եմ տրորելու։ Գնալու եմ մինչև վերջ ախպեր։
Միշ ջան, ինչ լավա որ եկար։ Բարև ջան։ Բարև Միշ ջան։ Ես էլ սոված էի։ Բայց ասի ոտս կախկցեմ գաս իրար հետ հաց ուտենք։ Չէ, պապի սոված չեմ դուք է։ Ոնց սոված ես Միշ ջան։ Առավոտից տանը չես եղել։ Իրեք մինչև հիմա էլ գործի ես եղել, չէ՞։ Այնտեղ էլ ինչ պիտի կերածնես, մի ստից բան։ Գնա լվացվի արի, ես են համով կարտոշկից եմ տապակել, քո սիրած ձևով։ Գնա լվացվի արի, ես հա տաքացնեմ բերեմ։ Բաբջան իսկական ինչ չէ չեմ կարող ուտեմ, գնամ պարկեմ ավելի լավ ես։ Դե եթե հաց չես ուտում, գոնե թեյ խմի, ես հա թեյ կբերեմ։ Հազում ես ամբողջ օրը։ Չէ, դե չեմ ուզում նեղություն մի քաշի դու։ Ինչ նեղություն է Միշ ջան։ Տակ թեյը լավ է, խմի որ շատ չհազած, թե չէ լսում եմ ամբողջ գիշեր հազում ես։ Որտենց լսվում է, կարա սենյակի դուրը փակես, հանգիստ կնես։ Դու ես դրա համար չեմ ասում։ Ուղղակի անհանգստանում եմ քո համար։ Պետք չի անհանգստանալ, բաբջան։ Դու կարող որ քեզ լավ նայի, մնացած ամեն ինչ կարգին է։ Դե ես վաղը շուտ եմ զարթնելու, գնամ պարկեմ, բարի գիշեր։ Բարի գիշեր, Միշ ջան։ Միշ։ Գործի համար միտեղ խոսել եմ։ Կարող այս 2 օրը կանչեն աշխատանքի։ Գործն ինչ ես անում, պապ։ Հա, շնայց երևի ուզում ես խմելու փողը անես։ Դե ես լավ տղա չեմ կարող։ Այդ ամեն ինչը կարգավորեմ, էլի ինձ խեր չկա։ Չէ, Միշ ջան։ Ուղղակի տենում եմ, որ շատ ես աշխատում, տանջվում։ Ուզում եմ, որ քո հոգսը մի քիչ թեթևացնեմ։ Ես ինչ կաշխատեմ, գոնե տունը յոլակ տանեմ, եմ մնացածն էլ դու կանես։ Բաբջան, դու այնքան ես հոգսը ծանրացրել ու շատացրել, որ թեթևացնելու մասին երազել էլ չի կարելի։ Դու հանգիստ եղի, ես մի ձև կաշխատեմ, գլուխ կանեմ, տակից դուրս կգանք։ Ու հանգիստ ապրի քո համար, բաբջան։ Մեղավոր ես, Սերապ, մեղավոր ես։ Սխուխան քնելա։ Երկացի մի քիչ տղերի մը պարկե։ Չէ։ Թող քնի հանգստանա։ Քինի մատյավը բերեմ։ Ես հաց չկերել։ Չէ, ինչքան համոզեցի չուզեց։ Ոչինչ առավոտը կուտի։ Արիչան վերցել է։ Բարև ձեզ։ Դու ով ես։ Ես Նվարդն եմ, տան աշխատակցային։ Վայ կտրվի Լիդիանի փրինչկա այս տան անելու որ աշխատողա պահում։ Էս ինչ զզվելի բան է։ Ավոկադո տիկին։ Ֆու, սենց բաներ է ուտում խազեյկատ։
Դրա համար էլ բրեն մասի կտոր չկա։ Էս ուտ ինչ պիտի հասկանա։ Էլ չեմ ասում, որ մեջը ոչ երևի համ կա, ոչ էլ հոտ։ Դե տիկին Լիդիան ինչ սիրում է, ինչ կարգադրում է, դա էլ պատրաստում է։ Սրանից հետո իրան չլսես։ Խոհանոցային հարցերը իմ հետ։ Հիմա տարես աղբը թափի, ու արի տես ես էստանական յուղով ու ձվով, ինչ համեղ նախաճաշ եմ պատրաստում, մատները թետը կոտես։ Աղջիկ ջան, ինչ ես շշմել, տար թապես աղբը, ու արի ինձ էլ ցույց տու ինչը որտեղ է, որ ամեն անգամ քեզ չհարցնեմ։ Լավ տիկին, ոնց ասեք։ Չգիտեմ ինչ անեմ Մարիի համար էր։ Ինչ անում ես արդեն շատ լավ է Շուշիս։ Ուղղակի կողք եղի, որ մենակ չզգա իրեն։ Փորձում եմ, բայց գիտես ամեն ինչ անում է, որ իր հարցերը մենակ լուծի։ Ամեն ինչ կտայի, մենակ թե այդտեղ լինեի, Կարինայի քրոջից գրկեի։ Հաստատ, եթե ստեղ լինեիր, Մարին էս ամեն ինչը ուրիշ ձև կընդուներ։ Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ է, բայց գիտես Շուշ, համ սիրտս ցավում է, որ Մարին վատ ասում, համ էլ այնքան ուրախ եմ, որ վերջապես կարամ չթաքցնեմ։ Բացահայտ ասեմ, որ ինքը քուրիկս է։ Հասկանում եմ քեզ։ Մար, պատմացել ես։ Ասա, որ ուզում եմ հետը խոսեմ։ Կխոսես Էրիկի հետ։ Չեմ ուզում խոսեմ ես ոչ մեկի հետ։ Կներեսեր, Մարին հիմա ոչ մեկին ոչ ուզում է լսի, ոչ խոսի։ Մտածում է, որ բոլորը իրեն խաբել ու դավաճանել են։ Ոչինչ Շուշ, հիմա չի խոսում, հետո կխոսա։ Դու ուղղակի Մարին մենակ մի թող։ Գնա հետը եղի։ Լավ, պատճում եմ կյանքս։ Ես էլ շատ եմ կարոտել։ Սիրում եմ քեզ կյանքս։ Ես էլ։ Անուշյան, դու ես էլ լսեցի Մարիի սենյակում շարժ կա, մտածեցի Մարին ա եկել, ես էլ երեխուն չեմ տեսել։ Չէ, մամ ջան, Մարին չի եկել։ Եվ շարունակում է զանգերից էլ չպատասխանել։ Բայց ինչ ես անում։ Մի քանի հագուստ եմ դնում, տանեմ նախշունած, որ դպրոց գնալուց առաջ շորերը փոխի, հոն նույն հագուստով չի գնալու։ Կարծում ես Մարին դպրոց կգնա։ Դե ամեն դեպքում ինչ օրս երբեք դասից չի բացակայել։ Հա, բայց ինքը երբեք էս վիճակում չի եղել։ Ես ամեն դեպքում կտանեմ ու համել կփորձեմ հետը խոսել։ Դա հիմա եւ ինձ է պետք եւ իրեն։ Անուշյան, որ խոսես Մարիի հետ, շատ չճնշես երեխուն։ Ինքը խելամիտ մարդ է։ Ուղղակի սուր էմոցիաները որ անցնեն, ինձ թվում ամեն ինչ տեղը կընկնի։ Հա, մամ ջան, գիտեմ։ Ուղղակի շատ է տանջում այն միտքը, որ աղջիկս չի ուզում հետս շփվել։ Թույլ չի տալիս, որ բացատրեմ ինչ է կատարվել իրեն, ուզող հարցերի պատասխանները տամ։ Դու շատ լավ գիտեիր, որ հեշտ չի լինելու։ Դու այսօր աչքի տակ ունեիր ու գիտեիր, որ այսպես էր լինելու։ Այնպես որ զինվիր համբերությամբ եւ աշխատիր համել Մարիի վիճակի մեջ մտնել։ Հա, մամ ջան, ճիշտ ես։ Մարին հիմա իմ պատճառով է այս վիճակում։ Եվ ես էլ կփորձեմ այս ամանից ելք գտնել։ Ապրես։ Իսկ հիմա արի գնանք թեյ խմենք, հետո կգնաս, լավ։ Մամ ջան, մի նեղացիր, բայց չեմ ուզում։ Շուտ գնամ տանեմ նախշունից, որ հետո գնամ դասը չուշանամ։ Դե լավ արանես, ոնց քեզ հարմար է։
Մար, նախաճաշը պատրաստ է։ Մաման գնաց խանութ տակ հաց բերի, կա նախաճաշենք։ Իզուր անախշունքուրի կնեղություն քաշե։ Մար, ինչի չուզեցիր Էրիկի հետ խոսես։ Ախր դուք քույրու եղբայր եք։ Էրիկի համար էլ է շատ դժվար։ Իրա համար է դժվար։ Չի կարա Էրիկի համար այնքան դժվար լինի, ինչքան ին։ Ինքը ամեն ինչ իմացել է։ Բայց այն ժամանակ ես չէի հասկանում։ Մտածում եմ իր ասած այդ քուրսը ուղակի ջերմության նշան է։ Դե որովհետև ես էլ այն եղբոր պես էի ընդունում։ Բայց փաստորեն ինքը ամեն ինչ իմացել է ու ինձ չի ասել։ Իմացել է, չէ՞ Շուշի։ Ոչինչ էլ մի ասա։ Պարզից էլ պարզ է, որ իմացել է։ Իմացել է ու ինձ չի ասել։ Ինքը ինձ էլ քեզ էլ խաբել է։ Շուշի, Էրիկը քեզ չի ասել, չէ՞ որ Կարոնի պապան է։ Դու չես իմացել, չէ՞ այդ մասին։ Մարի, ես Դե կարևոր բան ունեմ քեզ ասելու։ Ինչ։ Սենց հեռախոսով ասելու բան չի, Մարաջան, պետք է հանդիպենք, որ բացատրեմ։ Իրես երեք ես 1000 անգամ ասեցի, ես ինձ վատ եմ զգում Լիզա ջան։ Դու բայց չէ, էլի քոնը առաջ ես տանում։ Ուղիղս ծանրաբեռնում ես քո այդ անիմաստ խոսակցություններով։ Ինչ ես ուզում Լիզանից։ Մորքուրս մնալու է ստեղ։ Վերջ։ Հələ հուսով քերրուս է կանչելու։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներողություն, տնօրենը արդեն եկել է, տեղում է։ Դեռ ոչ։ Կարելի է իմանալ իմ նախաճաշի հետ դու ինչ գործ ունես։ Բայց ուր էր այնտեղ նախաճաշ։ Այնտեղ ուտելու բան չկա, դրա համար էլ թափել եմ տվել։ Դու պետք է առողջ սնվես։ Ես թույլ չեմ տա, որ իմ կարապետի կինը ինչ որ անհեթեթ զետաների պատճառով ձեռքից գնա։ Մեղքի կարոս ջահել առանց կին մնա։ Դու խելացի եւ հասուն աղջիկ ես, ես վստահ եմ, որ կհասկանաս ինձ։ Ես ոչ ուզում եմ լսեմ, ոչ ուզում եմ հասկանամ։ Ատում եմ բոլորիդ։ Մարի։ Բայց Մարի ջան, այս սուր ես քինում։